Ողջույն բոլորին, այս տեսանյութում հրեշտակի խորհուրդն է դեկտեմբեր ամսվա համար։ Փորձել եմ մի փոքր ձևավորել, ամանորի շունչ տալ, այն ինչ որ ձեռքիս տակ կար, այդպես ձևավորել եմ, ոչ շատ ինչ որ բաներ։ Այնպես որ մինչև դեկտեմբերի վերջ, նաև հունվար, այս տեսարանը կարող եք տեսնել, դրանից հետո արդեն կրկին կփոխվի գարնանային, հետո արդեն Դեսա ամանոր է, հետո ձմեռ է գալու։ Ես արդեն ճիշտ ասած տեղադրել էի, ուղղակի անջատվեց, դրա համար մենք կշարունակենք, կնայենք այն քարտը, որը որ դուրս է եկել հենց խոյերի համար, այն ինչ որ ընկել է խոյերին, այդպես է կնայենք, որովհետև չեմ ուզում տարբերություններ լինեն, հա, չեմ ուզում, որպեսզի արդեն այս խորհուրդն է ընկել, ուրիշ ոչինչ չունենք անելու։ Գնայենք խոյերին եւ խոյերին ընկել է այս քարտը։ Մեղքի զգացումը խանգարում է երջանկության գիտակցմանը։ Ինքներդ ձեզ մեղադրելը միայն վնասում է ձեզ եւ ձեր առողջությանը։ Դուք արեցիք այն, ինչ անհրաժեշտ էր այն ժամանակ եւ այդ պայմաններում։ Դուք կկարողանաք սիրել ինքներդ ձեզ եւ ներել նրանց, ովքեր արժանի են ներման։ Հրեշտակները կօգնեն ձեզ գտնել հոգեկան հանգստություն։ Մի մոռացեք, որ դուք չեք կարող վերահսկել այլ մարդկանց վարքը։ Աղոթք, օգնիր ինձ ներել ինքս ինձ, դադարել վախենալ ուրիշներից եւ ող պահել նրանց դեմ։ Հրեշտակապետ Միքայել, շնորհակալ եմ ուժի համար, որն ինձ ստիպում է վստահ զգալ։ Ամսվա ընթացքում սիրեք ինքներդ ձեզ եւ ցույց տվեք դա ուրիշներին։ Մի վերադարձեք անցյալ։ Ներեք նրանց, ովքեր վիրավորել են ձեզ։ Մի մոռացեք, որ դուք չեք կարող վերահսկել այլ մարդկանց վարքը։ Միշտ ապեք ինքներդ ձեզ մեղադրել այն բոլոր անախորժությունների համար, որոնք պատահում են նրանց հետ, ում սիրում եք։ Թող իրադարձությունները զարգանան ինքնաբերաբար։ Մի փորձեք խանգարել ճակատագրի որոշումներին։ Վստահեք ձեր հրեշտակին, նա ձեզ ցույց կտա ճիշտ ուղին եւ ձեզ հանգիստ կպարգևի դժվար պահերին։ Պատրաստ եղեք դիմակայելու անսպասելի խոչընդոտներին կամ հիասթափություններին եւ թույլ մի տվեք, որ ժամանակավոր խնդիրները կոտրեն ձեզ։ Հիշեք, որ մեղքի զգացումը տալիս է ուրիշներին իշխանություն եւ վերահսկում ձեր նկատմամբ։ Նրանք կարող են օգտագործել իրենց առավելությունները իրենց նպատակներին հասնելու համար։ Մի արձագանքեք սադրանքներին եւ հետևեք ձեր ճանապարհին, մինչեւ հասնեք ձեր նպատակին։ Եթե նախկինում դուք վերցնում եք ձեր վրա մեղքը, վատ իրադարձությունների կամ ուրիշի ցավի համար, ապա այժմ դուք թեթևություն կզգաք։ Իրադարձությունները ցույց կտան, որ դուք ներգրավված չեք ուրիշների տառապանքների մեջ։ Սա թույլ կտա շարունակել առաջ շարժվել եւ վայելել կյանքը։ Բոլոր դժվար կամ վիճելի իրավիճակները կլուծվեն ձեր օգտին, նույնիսկ դատարանում։ Եթե վիճաբանության մեջ եք հոգի հարազատ մարդու հետ, ապա շուտով կհաշտվեք։ Կգտնվի մի ճանապարհ, որը տանում է դեպի հոգևոր լուսավորություն, կյանքի ըմբռնում եւ իմաստություն։ Խնդիրները կյանքից չեն անհետանա, բայց դուք կսովորեք այլ կերպ վերաբերվել դրանց, դառնալ ավելի ուժեղ եւ խելամիտ։ Սիրային հարաբերություններում իսկական սերն ամենակարևորն է ամուսնության մեջ, բայց երբեմն վիրավորվում եք միմյանց, նույնիսկ եթե իրենք իրական զգացմունքներ ունեն ձեր հանդեպ կամ դուք ինքներդ նաեւ զգացմունքներ ունեք իրենց հանդեպ։ Այս պահին զուգընկերները հեռանում են միմյանցից, բայց հետագայում նորից կմոտենաք միմյանց։ Հարաբերությունները անկայուն են, երբեմն մեկն ուզում է ավելի շատ ազատություն ստանալ, իսկ երկրորդը պատրաստ չէ բաց թողնել ընկերոջը։ Պարբերաբար դժվարություններ են առաջանում հարաբերություններում, հարազատների կամ նախկին սիրելիների պատճառով։ Երբեմն տառապում եք մեղքի զգացումով, բայց ավելի ուշ գալիս են խաղաղության եւ սիրո պահեր։ Աշխատանքի եւ ֆինանսների համար ֆինանսական հարցերը կլուծվեն արագ ու ճշգրիտ։ Ձեր յուրաքանչյուր որոշումն առաջ կտանեք, սթափ փաստարկներով եւ սկզբունքներով։ Նման մարդուն լիակատար հաջողություններ կսպասեն իրավաբանության կամ ֆինանսների ոլորտում, որտեղ կարևոր է պահպանել սառնասրտություն։ Երբեմն ուրիշները կարող են փորձել օգտվել ձեր միամտությունից, բայց նրանց ինտրիգները կմնան անհաջող։ Կարող են կոնֆլիկտներ ծագել գործընկերների հետ, թույլ մի տվեք, որ նրանք ձեզ մանիպուլացնեն։ Հարստության ցանկությունը երբեմն սխալ է թվում,
բայց հիշիր, որ դու աշխատում ես ոչ թե քեզ համար, այլ իշահ սիրելիների։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամիս, ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Գնանք ցուլերին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ ցուլին հրեշտակները դեկտեմբեր ամսվա համար։ Այս քարտը հզոր հաղորդակցություն ունի ձեզ համար, հաղորդագրություն ունի ձեզ համար։ Աստված հսկում է ձեզ եւ հոգ է տանում ձեր նկատմամբ։ Թող ձեր բոլոր անհանգստությունները գնա դեպի Տերը եւ դադարեք գնալ հոսքին հակառակ։ Իրավիճակը բնական ելք կունենա։ Պետք է հավատալ, որ ամեն ինչ ճիշտ է ընթանում, չէ՞ որ դա այդպես է։ Խնդրեք օգնություն եւ ընդունեք այն, երբ առաջարկում են ձեզ։ Աղոթք, Տեր, ուշ տուր ինձ բաց թողնելու։ Ես հավատում եմ քո իմաստությունը եւ անսահման սիրուն, լուծելու եւ բուժելու բոլորին եւ ամեն ինչ։ Ձեր աղոթները լսվել են։ Հրաշք ելքը արդեն պատրաստ է։ Ճաշակեք կյանքի բոլոր հաճույքները, որովհետև Տերը կհոգա յուրաքանչյուր ծագած խնդրի մասին։ Քրտնաջան աշխատեք, չմտածելով արդյունքի մասին, եւ այդ ժամանակ տիեզերքը կպարգևատրի ձեզ ձեր հաստատակամության համար։ Մի մտածեք ուրիշների կարծիքների մասին, թող ձեր մտահոգությունն ավելի շատ լինի հրեշտակների հետ ընկերության, տիեզերքի հետ ամուր կապի մասին։ Մի հուսահատվեք, եթե մարդիկ ձեր մասին վատ բաներ են ասում։ Ժամանակի ընթացքում ճշմարտությունը կբացահայտվի եւ զրպարտողները կստանան այն, ինչին արժանի են։ Ձգտեք լույսի եւ բարիության։ Ուշադրություն մի դարձրեք չար մարդկանց։ Նրանք կարող են ձեզ ցած քաշել իրենց հետ։ Բարելավեք ձեր բիզնեսը եւ այդ ժամանակ պարգևը անպայման կգա։ Մի վիրավորեք ուրիշներին, նույնիսկ եթե դուք ինքներդ վիրավորված եք կամ զայրույթ եք զգում։ Ինքնատիրապետումը ձեզ թույլ կտա հանգիստ ապրել։ Այս ամիս աջակցություն կլինի լավ ընկերոջ կամ սիրելիի կողմից։ Կգտնեք կոչում, կյանքի գործ, որին դուք կցանկանաք ավելի շատ ժամանակ հատկացնել։ Ձեր շուրջը գտնվողները, ովքեր նախկինում թշնամաբար էին տրամադրված, այժմ կդառնան ձեզ բարեկամ։ Հնարավոր են մեծ դժվարությունների անսպասելի լուծում եւ լուրջ հիվանդության բուժում։ Անձնական հարաբերություններ։ Ցանկացած վեճ կլուծվի սիրո եւ միմյանց լսելու ունակության միջոցով։ Չկա եսասիրություն։ Ցանկություն կլինի ուրախացնել սիրելիին, գոհացնել նրան լավագույն արարքներով։ Այս ամուսնության մեջ ծնված երեխաները կմեծանան որպես լիարժեք եւ երջանիկ մարդիկ եւ կունենան լավ համբավ։ Աշխատանքի համար կորոշեք ձեր բոլոր ֆինանսական հարցերը, ելնելով ձեր ընտանիքի շահերից։ Բիզնեսում հաջողությունը թույլ կտա թանկարժեք գնումներ կատարել եւ ապրել հարմարավետ տանը։ Աշխատանքը կբերի եւ ուրախություն, եւ տխրություն, բայց կգերակշռեն դրական տպավորությունները։ Հնարավոր է վաղաժամ թոշակի ցանկանաք անցնել եւ ժամանակ տրամադրել ընտանիքին եւ ստեղծագործությանը։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ հրեշտակները եկվորյակներին դեկտեմբեր ամսվա համար։ Սա ուզում դուրս գա, մենք հեսա հանենք։ Այս քարտը նշանակում է, որ իրավիճակը հոգևոր մտքի կարիք է զգում։ Սա հենց այն կախարդական բաղադրիչն է, որը դուք փնտրում եք, նույնիսկ եթե դուք հերքում եք այն փաստը, որ ունեք դրական մտքեր։ Միքայել հրեշտակապետը կօգնի ձեզ պաշտպանել ձեր ոգին բարձր մակարդակի վրա։ Մաքրեք ձեր մտքերն ու խոսքը անհանգստություններից եւ այլ բացասական հույզերից, որոնք խանգարում են դրականի դրսևորմանը։ Աղոթք, ես գիտակցում եմ, որ զգացմունքներն ու միտքը հավերժ կապված կմնան ինձ հետ։ Ես դիմում եմ իմ բարձրագույն եսին եւ ընդունում լույսն ու սերը, որն առկա է բոլորի մեջ եւ ամենուր։ Սկսեք գիրք կարդալ կամ դրական վերաբերմունքի դասընթաց անցնել։ Ավելի լավ է գտնել խնդրի լուծումը, քան փնտրել նրանց, ովքեր մեղավոր են դրանց համար։
Ժամանակ մի վատնեք անհանգստանալու վրա, ավելի շուտ ժամանակ թողեք աղոթքի համար։ Ձգտեք կառավարել ձեր զգացմունքները, մի վախեցեք խոսել ձեզ անհանգստացնող հարցերի մասին։ Դուք կարող եք ավելի պայծառ փայլել, եթե սովորեք անկեղծորեն խոսել ձեր անհանգստությունների մասին ուրիշների հետ, կիսվել ձեր ներքին լույսով կամ լսել ձեր ընկերներին։ Հաղորդակցման հմտությունները պետք է բազմակողմանի լինեն։ Մի կենտրոնացեք միայն ձեր կարիքների վրա։ Ուշադրություն դարձրեք նաև ուրիշներին։ Վերահսկեք ձեր գործողությունները, չվերագրելով սխալ որոշումները պատահականությանը, հոգնածությանը կամ հիվանդությանը։ Ողջամտությունը երբեմն կարող է ձանձրալի թվալ, բայց դա կարող է փրկել ձեզ չմտածված որոշումներից, ափսոսանքից կամ նույնիսկ ամոթից։ Որոշ իրադարձություններ բացասական կլինեն, բայց դրանք օգտակար կլինեն ձեզ համար, դա նոր հուզական փորձ է։ Ուրիշների աջակցությունն ավելի թույլ կլինի, քան դուք սպասում եք, այնպես որ մի ապավինեք ուրիշների օգնությանը։ Բոլոր հանդիպումներն ու բաժանումները հետք կթողնեն ձեր ճակատագրի վրա և բազմաթիվ տպավորություններ կթողնեն ձեզ վրա։ Կյանքի այս փուլը կհիշվի որպես ձեր պատմության ամենահետաքրքիր իրադարձություններից մեկը։ Անձնական հարաբերություններում սերը հաճախ օգնում է գործընկերներին, զուգընկերներին գոյատևել և կաջակցի նրանց հատկապես դժվար ժամանակներում։ Ամուսինները կարող են որոշ ժամանակ առանձնանալ, բայց հետո նրանք անպայման կվերսկսեն իրենց համատեղ կյանքը։ Քարտը ցույց է տալիս շփվող զույգ, ում տունը միշտ բաց է ընկերների համար։ Աշխատանքի և ֆինանսների համար հասարակական աշխատանքում մարդը կարող է հասնել անհավատալի հաջողությունների և փառքի։ Ցանկության դեպքում կարող եք զբաղվել հասարակական աշխատանքով, դառնալ հաղորդավար, նկարիչ և հայտնի մարդ։ Ապագայի նկատմամբ վստահությունը ճգնաժամի ժամանակ ձեզ կպաշտպանի խուճապից։ Գումարը անընդհատ կհոսի, ոնց որ կգա, որպես կլցնի բյուջեն։ Դրա աղբյուրը չի չորանա, նույնիսկ դեպրեսիայի և անկման ժամանակաշրջաններում։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ խեցգետինների հրեշտակներն իրենց, իհարկե, դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Ուրեմն Միքայել հրեշտակապետն ասում է, որ լավ առողջության գրավականը հիվանդությունների և դժգոհությունների փոխարեն կենտրոնացեք ձեր կյանքում լավի վրա։ Ստիպված կլինեք կենտրոնանալ ձեր ցանկությունների, ոչ թե վախերի վրա։ Ոմանք կամ կսիրահարվեն, կամ վախի զգացում կունենան։ Միշտ փորձեք ստանալ տարբեր բժշկական փորձագետների տեսակետները։ Աղոթք։ Տեր Միքայել հրեշտակապետ, շնորհակալություն, որ դեռ հիշեցնում ես ինձ, որպեսզի կենտրոնանամ առողջությանս վրա և ուղղորդում ես իմ բոլոր գործողություններում լավ առողջությունս պահպանելու համար։ Պատկերացրեք և ակնկալեք հիանալի առողջություն ձեր և ձեր մտերիմների համար։ Խոսեք ձեր և ձեր ընտանիքի մասին, օգտագործելով գերազանց առողջություն արտահայտությունը։ Դրանով իսկ հաստատելով, որ ամեն ինչ հրաշալի է։ Դուք կզգաք զգալի բարելավում ձեր ինքնազգացողության մեջ։ Հետևեք ձեր ինտուիցիային, առողջությանը և դրա պահպանման վերաբերյալ։ Ավելի շատ դրական հույզեր մտցրեք ձեր կյանք։ Սովորեք տարբերել կարևոր գործերը անկարևորներից և մի վատնեք ձեր ուշադրությունն ու էներգիան այն պահերի վրա, որոնք ուշադրության արժանի չեն։ Կարևոր որոշում կայացնելուց առաջ անպայման հաղորդակցեք հրեշտակների հետ։ Այդպես ապագայում ավելի շատ իմաստություն և վստահություն կունենաք։ Հոգ տարեք ձեր հոգեկան առողջության մասին և անտեսեք նրանց, ովքեր փորձում են վնասել ձեզ։ Անհրաժեշտ է նաև անընդհատ վերլուծել ձեր գործողություններն ու մտքերը։ Սխալ թույլ տալով չպետք է տառապեք զղջումից։ Փորձեք ապագայում չկրկնել նման սխալները, դա կքավի բոլոր մեղքերը և խաղաղություն կբերի ձեր սրտին։ Ժամանակն է կենտրոնանալ ձեր հոգեկան հավասարակշռության վրա։ Մոտ ապագան դժվար թե անսպասելի կամ դժվար լինի,
Կյանքում կլինի հանգստության շրջան, երբ մտորումների ժամանակ կգտնեք։ Կարգավորեք ձեր մտքերը, ներգրավեք ձեր ընկերների աջակցությունը։ Դուք կկարողանաք բաց թողնել այն մարդկանց, ում հետ երկար ժամանակ չեք կարող բաժանվել։ Վիճելի հարցը, որը հետապնդում էր ձեզ կամ խանգարում է ձեզ կենտրոնանալ, այն կլուծվի։ Կկարողանաք ազատվել վատ հիշողություններից և հասկանալ ձեր սեփական ցանկությունները։ Այս շրջանը կարելի է անվանել լուսավորության և խաղաղության ժամանակ։ Սիրային հարցերում սիրահարներին երբեմն անհրաժեշտ կլինի ընդմիջում անել։ Կարճատև բաժանումից հետո կսկսվի միասնության և ներդաշնակության շրջան։ Զույգը թշնամիներ չունի, նա շրջապատված է ընկերներով, բարի մարդկանցով և սիրող հարազատներով։ Նաև այս միությունը հիմնված է ազնվության վրա։ Ամուսինները կամ զուգընկերները միշտ ասում են ճշմարտությունը և կեղծավոր չեն։ Աշխատանքի և ֆինանսների համար աշխատանքում հաճախ է լինում պահեր, երբ հանձնվում եք։ Ձեր վրա ծանրաբեռնված է անցյալի սխալների բեռը, բայց հենց որ կսովորեք ազատվել նման տպավորություններից, ձեր արտադրողականությունը կբարձրանա։ Գումարը ճիշտ կառավարելու ունակությունը գալիս է տարիքի հետ և թույլ է տալիս մարդուն ապրել հարմարավետության մեջ։ Աշխատանքում հաճախ են ստեղծվում առաջընթացի բարենպաստ պայմաններ, կարիերայի աճը չի դանդաղի ձեզ մոտ։ Հնարավոր է մեծ հաջողությունների հասնել գիտության կամ բժշկության բնագավառում։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Գնային կառույցներին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ առյուծների հրեշտակները իրենց դեկտեմբեր ամսվա համար։ Նույն խոհերինն է։ Մեղքի զգացումը խանգարում է երջանկության գիտակցմանը։ Ինքներդ ձեզ մեղադրելը միայն վնասում է ձեզ և ձեր առողջությանը։ Դուք արեցիք այն, ինչ անհրաժեշտ էր այն ժամանակ և այդ պայմաններում։ Դուք կկարողանաք սիրել ինքներդ ձեզ և ներել նրանց, ովքեր արժանի են ներման։ Հրեշտակները կօգնեն ձեզ գտնել հոգեկան հանգստություն։ Մի մոռացեք, որ դուք չեք կարող վերահսկել այլ մարդկանց վարքը։ Աղոթք. օգնիր ինձ ներել ինքս ինձ, դադարել վախենալ ուրիշներից և ոխ պահել նրանց դեմ։ Հրեշտակապետ Միքայել, շնորհակալ եմ ուժի համար, որն ինձ ստիպում է վստահ զգալ։ Ամսվա ընթացքում սիրեք ինքներդ ձեզ և ցույց տվեք դա ուրիշներին։ Մի վերադարձեք անցյալ, ներեք նրանց, ովքեր վիրավորում են ձեզ։ Միշտ ապեք ինքներդ ձեզ մեղադրել այն բոլոր անախորժությունների համար, որոնք պատահում են նրանց հետ, ում սիրում եք։ Թող իրադարձությունները զարգանան ինքնաբերաբար։ Մի փորձեք խանգարել ճակատագրի որոշումներին։ Վստահեք ձեր հրեշտակին, նա ձեզ ցույց կտա ճիշտ ուղին և ձեզ հանգիստ կպարգևի դժվար պահերին։ Պատրաստ եղեք դիմակայելու անսպասելի խոչընդոտներին և հիասթափություններին և թույլ մի տվեք, որ ժամանակավոր խնդիրները կոտրեն ձեզ։ Հիշեք, որ մեղքի զգացումը տալիս է ուրիշներին իշխանություն և վերահսկում ձեր նկատմամբ։ Նրանք կարող են օգտագործել իրենց առավելությունները իրենց նպատակներին հասնելու համար։ Մի արձագանքեք սադրանքներին և հետևեք ձեր ճանապարհին, մինչև որ հասնեք ձեր նպատակներին։ Եթե նախկինում դուք վերցնում էիք մեղքը ձեզ վրա, բոլորի մեղքը, վատ իրադարձությունների կամ ուրիշի ցավի համար, ապա այժմ դուք թեթևություն կզգաք։ Իրադարձությունները ցույց կտան, որ դուք ներգրավված չեք ուրիշների տառապանքների մեջ։ Սա թույլ կտա շարունակել առաջ շարժվել և վայելել կյանքը։ Բոլոր դժվար կամ վիճելի իրավիճակները կլուծվեն ձեր օգտին, նույնիսկ դատարանում։ Եթե վիճաբանության մեջ եք հոգեհարազատ մարդու հետ, ապա շուտով կհաշտվեք։ Կգտնվի մի ճանապարհ, որը տանում է դեպի հոգևոր լուսավորություն, կյանքի ըմբռնում և իմաստություն։ Խնդիրները կյանքից չեն անհետանա, բայց դուք կսովորեք այլ կերպ վերաբերվել դրանց, դառնալ ավելի ուժեղ և խելամիտ։ Սիրային հարաբերություններում իսկական սերն ամենակարևորն է ամուսնության մեջ, բայց երբեմն վիրավորում եք միմյանց, նույնիսկ եթե իրական զգացմունքներ ունեք միմյանց նկատմամբ։ Այս պահերին զուգընկերները հեռանում են միմյանցից, բայց հետագայում նորից կմոտենաք միմյանց։ Հարաբերություններն անկայուն են։ Երբեմն մեկն ուզում է ավելի շատ ազատություն ստանալ, իսկ երկրորդը պատրաստ չէ բաց թողնել ընկերոջը։
Պարբերաբար դժվարություններ են առաջանում հարաբերություններում, հարազատների կամ նախկին սիրելիների պատճառով։ Երբեմն տառապում եք մեղքի զգացումով, բայց ավելի ուշ գալիս են խաղաղությունն ու սերը։ Աշխատանքի և ֆինանսների համար ֆինանսական հարցերը կլուծվեն արագ ու ճշգրիտ։ Ձեր յուրաքանչյուր որոշումն առաջ կտանեք սթափ փաստարկներով ու սկզբունքներով։ Նման մարդուն լիակատար հաջողություններ կսպասեն իրավաբանության կամ ֆինանսների ոլորտում, որտեղ կարևոր է պահպանել սառնասրտություն։ Երբեմն ուրիշները կարող են փորձել օգտվել ձեր միամտությունից, բայց նրանց ինտրիգները կմնան անհաջող։ Կարող են կոնֆլիկտներ ծագել գործընկերների հետ։ Թույլ մի տվեք, որ նրանք ձեզ մանիպուլացնեն։ Հարստության ցանկությունը երբեմն սխալ է թվում, բայց հիշիր, որ դու աշխատում ես ոչ թե քեզ համար, այլ շահ սիրելիների։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ կույսերին հրեշտակները դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Այս քարտը ասում է, որ եթե ցանկանում եք բարելավել ներկայիս իրավիճակը, ապա պետք է վստահեք Միքայել հրեշտակապետին, նա ձեզ կասի, թե ինչ անել։ Ձեր կյանքում փոփոխություններ են սպասվում, եկել է ժամանակը, որ դուք ընտրություն կատարեք։ Ձեզ թույլ տվեք վայելել յուրաքանչյուր պահը։ Աղոթք։ Հրեշտակապետ Միքայել, տուր ինձ քո ուժն ու վստահությունը, վճռականությունն ու քաջությունը։ Ես խնդրում եմ քեզ առաջնորդել ինձ ճիշտ ճանապարհով, օգնել ինձ կատարել ճիշտ ընտրություն։ Տուր ինձ գիտելիք եւ օգնիր ինձ բացել իմ սիրտը դրա համար։ Ձեր ուշադրությունը սևեռեք ձեր հարաբերություններին։ Հիմա ձեր միջև կապն ամրապնդելու լավագույն ժամանակն է։ Թույլ տվեք ձեզ վայելել ամեն պահը, ամբողջությամբ ընկղմվեք հետաքրքիր նախագծի մեջ։ Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր մանրուքին, յուրաքանչյուր հարվածին, յուրաքանչյուր նոտայի եւ յուրաքանչյուր բառի վրա։ Եվ հիացեք գեղեցկությունով։ Մի վախեցեք արտահայտել ձեր կարծիքը, սկսեք նոր բաներ, հիշեք, որ կյանքն առաջ է շարժվում մեր ուժերով։ Ազատորեն խոսեք ապագայի մասին եւ պլաններ կազմեք, փորձելով նայել առաջ։ Մենք կարող ենք մեզ պաշտպանել կյանքի շատ որոգայթներից։ Լսեք հրեշտակների խորհուրդները, նրանք շրջապատում են ձեզ ամենուր։ Պետք է նաև խուսափել չափից ավելի ինքնավստահությունից։ Յուրաքանչյուր որոշում պետք է ուշադիր կշռել եւ փորձել վերլուծել։ Դուք շրջապատված եք հրեշտակների զորությամբ եւ պաշտպանությամբ, այնպես որ մի վախեցեք ձեր մրցակիցներից, այլ ազնվորեն վարվեք նրանց նկատմամբ։ Որոշ իրավիճակներ կշփոթեցնեն ձեզ եւ ձեզանից շատ էներգիա կխլեն։ Պահպանելով մտածելակերպը ճիշտ եւ շարունակելով քրտնաջան աշխատել, դուք կարող եք վերև բարձրանալ եւ հավատալ ինքներդ ձեզ։ Կհայտնվի մարդ, ով կօգնի ձեզ տեսնել ձեր սեփական առավելություններն ու դրական փոփոխությունները։ Առանց վճռական գործողությունների խնդիրները ձեզ կշրջապատեն բոլոր կողմերից։ Աշխատանքը կպահանջի համառություն, ինչպես նաև լավ մարզավիճակ պահելու կարողություն։ Առաջիկա իրադարձությունները ցույց կտան, որ վճռականությունը միայն մեկ գործողության մասին չէ, դա իրական ապրելակերպ է, որը պետք է երկար պահպանվի։ Սիրային հարցերում միությունը սկսվում է սիրո եւ վառ զգացմունքների փոխադարձ հայտարարությամբ։ Դուք հեշտությամբ կհաղթահարեք ցանկացած անհանգստություն, նույնիսկ եթե դրանք կապված են երեխաների հետ։ Երբեմն զուգընկերները կոնֆլիկտների մեջ կմտնեն, բայց նրանցից մեկը կարող է արագ զիջել մյուսին։ Աշխատանքի եւ ֆինանսների համար զարգանալու համար պետք է ընտրեք բարդ եւ երբեմն նույնիսկ վտանգավոր մասնագիտություններ, որոնք կապված են ինչպես ֆիզիկական ռիսկի, այնպես էլ ֆինանսական պատասխանատվության հետ։ Հաճախ այդպիսի մարդիկ դառնում են առաջնորդներ։ Շատ հեշտ կընկալեք նոր տեղեկատվությունը։ Ձեզ համար հեշտ է սովորել եւ տիրապետել հմտություններին։ Գումարի պակաս չի լինի, այն միշտ առկա կլինի դրամապանակում կամ բանկային հաշվին։ Որոշումներ կայացնելիս ձեզ վրա վերցրեք ամբողջ պատասխանատվությունը։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում։
Գնայինք կշարքների։ Ինչ խորհուրդ են ուզում տալ ձեր հրեշտակները ձեզ դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Եվ իհարկե, ձեր իրավիճակը գնում է դեպի բարենպաստ լուծման։ Դրական մտքերը կօգնեն ձեր ցանկություններն ավելի արագ իրականացնել։ Աստված եւ հրեշտակները կօգնեն ձեզ։ Վստահեք այն մարդուն, ում մասին մտածում եք։ Հավատացեք ձեր ուժերին։ Այսօր քնելուց առաջ ասեք. հրեշտակապետ Միքայել, խնդրում եմ այցելիր իմ երազներում եւ ազատիր ինձ իմ վախերից։ Տուր ինձ հավատ իմ ուժերի նկատմամբ եւ վստահություն ապագայի հանդեպ։ Այս ամիս լսեք ձեր կանխած զգուշացումներին, կանխազգացումներին, երբեք մի անտեսեք ձեր ներքին ձայնը, եթե այն ձեզ կոչ է անում զգուշանալ որոշակի մարդկանցից։ Հանգիստ վարվեք եւ աշխատեք չընկնել հուսահատության մեջ, նույնիսկ երբ թվում է, թե հրեշտակները ձեզ թողել են առանց աջակցության, հավատացեք բարձր ուժերին։ Սիրո մեջ զոհաբերություն ցուցաբերեք, քանի որ բարի գործերը անպայման կպարգևատրվեն։ Ձեր կյանքում հետևեք պարզ կանոններին, օգնեք աղքատներին, դիմադրեք գայթակղություններին, անկեղծ խոսեք ձեր սիրելիների հետ։ Վստահություն ցուցաբերելիս մի կորցրեք հայեցողությունը, ընտրեք մարդկանց, ում հետ կարող եք ազատ զգալ եւ պահել ձեր գաղտնիքները։ Կարող են առաջանալ իրավիճակներ, երբ կկորցնեք ձեր կողմնորոշումը եւ ձեզ կորած կզգաք։ Այս պահին դուք չպետք է տրվեք վախին, հրեշտակները կգան ձեզ օգնության եւ ձեզ խորաթափանցություն ու իմաստություն կտան։ Հարաբերություններում հարաբերությունները կարող են փորձության ենթարկվել։ Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան մոլորեցնել ձեզ։ Այս պահին ավելի լավ է վստահել հին ընկերներին։ Հնարավոր է նաև գայթակղություն կունենաք խաբել ձեր կողակցին։ Այս գայթակղությունից պետք է խուսափել։ Եվ բախվեք այլ մարդկանց ստերի հետ, մի կորցրեք հավատը բարիության հանդեպ։ Տիեզերքը շուտով ձեզ օգնություն կուղարկի։ Ոմանք կարող են ամուսնանալ, նաև երեխա ունենալ։ Աշխատանք եւ ֆինանս։ Այնքան վստահելի կլինեք, որ ձեզ կվստահեն գաղտնի տեղեկություններ, պատասխանատու ֆինանսական առաջադրանքներ կամ պայմանագրեր կնքել։ Այս քարտի հետ կապված անձի աշխատանքը կարող է ներառել նաև գործընկերների հետ սերտ համագործակցություն։ Հարստությունն աճում է դանդաղ, բայց հաստատ, քանի որ դուք աշխատում եք հավատալով սեփական ուժերին։ Կարիերան արագ կզարգանա, քանի որ շրջապատողները կվստահեն ձեզ եւ պատրաստակամորեն կենթարկվեն ձեր հրահանգներին։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Գնանք կարիճներին։ Ինչ են ուզում ասել ձեզ ձեր հրեշտակները դեկտեմբեր ամսվա համար։ Խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներից, մի խառնվեք այլ մարդկանց հարաբերություններին, դա կարող է վնասել ձեզ։ Օգտագործեք առողջ սնունդ եւ խուսափեք քիմիական հավելումներից։ Դուք հանգստի կարիք ունեք, թույլ տվեք ձեզ դա։ Ուրիշների հետ վարվեք հարգալից եւ սիրով։ Կցանկանաք հանգիստ, ջերմ եւ հանգստացնող մթնոլորտ։ Հրեշտակապետ Միքայել, սա աղոթք է։ Օգնիր ինձ գտնել մտքի խաղաղություն, սովորեցրու ինձ սիրով վերաբերվել ուրիշներին։ Գլուխս մաքրիր անհանգստացնող մտքերից։ Թույլ մի տուր, որ վատ մտքերը տիրեն ինձ։ Օգնիր ինձ գտնել ներքին խաղաղություն։ Այս ամիս զղջման պատճառով անտեղի մի տանջեք ինքներդ ձեզ, օբյեկտիվորեն նայեք իրավիճակին եւ մի փորձեք գտնել ձեր մեղքը այնտեղ, որտեղ այն չկա։ Թող տիեզերքը հատուցի ձեզ վիրավորողներին, մի փորձեք ինքնուրույն վերականգնել արդարությունը, քանի որ դա կարող է հանգեցնել տխրության կամ անհարգի ցավի։ Ուրիշների հետ շփվելիս ուշադրություն մի դարձրեք վիրավորական խոսքերին, երբեմն դրանք ասվում են առանց չարամիտ մտադրության։ Փորձեք պահպանել մտքի խաղաղությունը, եթե զգում եք, որ ձեր ուժերը սպառվում են։
Լսեք երկնային ուժերին, նրանք ձեզ աջակցություն են տալիս, պաշտպանում են ձեզ սխալներից և փորձում են պաշտպանել ձեզ դժվարություններից։ Հարաբերություններում զուգընկերների նվիրվածությունը ուրիշների մոտ նախանձ է արթնացնում, ձեր սերը դառնում է քննարկման առարկա, ամուսինները պատրաստ կլինեն զոհաբերել իրենց շահերն ու ցանկությունները միմյանց համար։ Սերը կմիավորի ձեզ և կդարձնի կայուն և մտերիմ միմյանց։ Աշխատանք և ֆինանս։ Գումարը տնօրինելու ժամանակ խուսափեք թակարդներից և պարտքերից, երբեմն ծախսերը գերազանցում են եկամուտները, և այդ պահին ճշգրիտ վերլուծեք և ուղղեք սխալները։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ֆինանսապես օգնել ուրիշներին, փոխարենը ոչինչ չակնկալելով։ Նման մարդու կարիերան դանդաղ է զարգանում, քանի որ նա համեստ է և փորձում է չչափազանցնել իր արժանինքները։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ են ուզում ձեզ փոխանցել ձեր հրեշտակները դեկտեմբեր ամսվա համար։ Հարգելի աղեղնավորներ, այս քարտը հզոր հաղորդագրություն ունի ձեզ համար։ Աստված հսկում է ձեզ և հոգ է տանում ձեր նկատմամբ։ Թող ձեր բոլոր անհանգստությունները գնան դեպի Տերը և դադարեք գնալ հոսանքին հակառակ։ Իրավիճակը բնական ելք կունենա։ Պետք է հավատալ, որ ամեն ինչ ճիշտ է ընթանում, չէ՞ որ դա է հենց այդպես։ Խնդրեք օգնություն և ընդունեք այն, երբ առաջարկվում է ձեզ։ Աղոթք. Տեր, ուշ տուր ինձ բաց թողնելու։ Ես հավատում եմ քո իմաստությանը և անսահման սիրուն, լուծելու և բուժելու բոլորին և ամեն ինչ։ Ձեր աղոթքները լսվել են։ Հրաշք ելքն արդեն պատրաստ է։ Ճաշակեք կյանքի բոլոր հաճույքները, որովհետև Տերը կհոգա յուրաքանչյուր ծագած խնդրի մասին։ Քրտնաջան աշխատեք, չմտածելով արդյունքի մասին, և այդ ժամանակ տիեզերքը կպարգևատրի ձեզ ձեր հաստատակամության համար։ Մի վստահեք ուրիշների կարծիքների համար, մի մտածեք ուրիշների կարծիքների մասին, թող ձեր մտահոգությունն ավելի շատ լինի հրեշտակների հետ ընկերության, տիեզերքի հետ ամուր կապի մասին։ Մի հուսահատվեք, եթե մարդիկ ձեր մասին վատ բաներ են ասում։ Ժամանակի ընթացքում ճշմարտությունը կբացահայտվի և զրպարտողները կստանան այն, ինչին արժանի են։ Ձգտեք լույսի և բարության։ Ուշադրություն մի դարձրեք չար մարդկանց, նրանք կարող են ձեզ ցած քաշել իրենց հետ։ Բարելավեք ձեր բիզնեսը և այդ ժամանակ պարգևը անպայման կգա։ Մի վիրավորեք ուրիշներին, նույնիսկ եթե դուք ինքներդ վիրավորված եք կամ զայրույթ եք զգում։ Ինքնատիրապետումը ձեզ թույլ կտա հանգիստ ապրել։ Այս ամիս աջակցություն կլինի լավ ընկերոջ կամ սիրելիի կողմից։ Կգտնեք կոչում, կյանքի գործ, որին դուք կցանկանաք ավելի շատ ժամանակ հատկացնել։ Ձեր շուրջը գտնվողները, ովքեր նախկինում թշնամաբար էին տրամադրված, այժմ կդառնան ձեր բարեկամը։ Հնարավոր են մեծ դժվարությունների անսպասելի լուծում և լուրջ հիվանդության բուժում։ Անձնական հարաբերություններում ցանկացած վեճ կլուծվի սիրո և միմյանց լսելու ունակության միջոցով։ Չկա եսասիրություն։ Ցանկություն կլինի ուրախացնել սիրելիին, գոհացնել նրան լավագույն արարքներով։ Այս ամուսնության մեջ ծնված երեխաները կմեծանան որպես լիարժեք և երջանիկ մարդիկ և կունենան լավ համբավ։ Աշխատանքի համար կորոշեք ձեր բոլոր ֆինանսական հարցերը ելնելով ձեր ընտանիքի շահերից։ Բիզնեսում հաջողությունը թույլ կտա թանկարժեք գնումներ կատարել և ապրել հարմարավետ տանը։ Աշխատանքը կբերի և ուրախություն, և տխրություն, բայց կգերակշռեն դրական տպավորությունները։ Հնարավոր է վաղաժամ թոշակի ցանկանաք անցնել և ժամանակ տրամադրել ընտանիքին և ստեղծագործությանը։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ են ուզում ասել ձեր հրեշտակները դեկտեմբեր ամսվա համար։ Ընդհանրապես սա էր ուզում դուրս գալ, սա պետք է հանեմ։
Այս քարտը հաստատում է, որ դուք գտել եք ձեր նպատակն այս կյանքում։ Ձեր մտքերով ու արարքներով դուք մոտեցնում եք ձեզ ձեր ցանկությունների իրականացմանը։ Ձեր հավատքը կպարգևատրվի ձեր հրեշտակների կողմից, ովքեր աջակցում են ձեզ ձեր գոյության յուրաքանչյուր րոպեին։ Ուշադիր լսեք ձեր ինտուիցիայի ձայնը։ Հիմա լավագույն պահն է նոր սկզբի համար։ Նոր բիզնես, նոր բան գնելու կամ կյանքում երկար սպասված փոփոխությունների համար։ Աղոթք, հրեշտակապետ Միքայել, շնորհակալություն ձեր մշտական հոգատարության համար, կարողությունների հանդեպ, վստահության համար, որ տալիս եք ինձ։ Շնորհակալություն դժվար իրավիճակներում ձեր հանգստության և ձեր իմաստության համար, որը թույլ չի տալիս մոլորվել։ Շնորհակալ եմ լավ և վստահելի մարդկանց համար, որ ուղարկում եք իմ կյանք։ Շնորհակալ եմ բոլոր հնարավորությունների համար, որ տալիս ես ինձ ամեն օր։ Սա լավագույն պահն է նոր սկզբի համար, նոր բիզնես, նոր բան գնել, իհարկե ձեր կյանքում։ Այս ժամանակահատվածում նոր ծանոթությունները ձեր կյանք կբերեն միայն դրական մարդկանց, ովքեր երկար ժամանակ ձեզ մոտ կլինեն և կլինեն ձեզ հարազատ։ Ձեր ծրագրերն իրականացնելու անսպասելի աջակցություն կստանաք։ Հրաժարվեք ագահությունից, ուժեղացրեք և հմտացրեք ձեր հետաքրքրությունը և սովորելու ցանկությունը։ Մի ձգտեք փառքի կամ հարստության և այդ ժամանակ այդ օգուտներն ինքնին կգան։ Ուրիշների հետ հարաբերությունները պետք է լինեն դրական, ոչ թե կործանարար, այնպես որ ձեր սոցիալական շրջանակից բացառեք ձեզ վնասողներին կամ բամբասանքներ տարածողներին։ Մի մտածեք ձեր կյանքի բացասական կողմերի վրա, այլ աշխատեք միայն հիշել դրանք այն ժամանակ, որպեսզի չվերադառնաք անցյալի սխալներին։ Ընդունեք հրեշտակների խորհուրդներն ու առաջնորդությունը, որոնք նրանք ուղարկում են ձեզ ավագ ընկերների կամ ծնողների միջոցով։ Անընդհատ զարգացրեք ձեր միտքն ու տաղանդները։ Ձեզ մոտ մեծ փոփոխություններ են սպասվում։ Ձեզ տեղափոխություն կամ նոր աշխատանք է սպասվում, մասնագիտության փոփոխություն և լավ հարաբերություններ սիրելիների հետ։ Մի վախեցեք նման փոփոխությունից, քանի որ դրանք կդարձնեն կյանքն ավելի լավը։ Բաժանվելով ձեզ վիրավորող մարդկանցից, դուք կկարողանաք հրաժեշտ տալ բացասական հիշողություններին։ Հիվանդությունից բուժում կգտնվի ճիշտ և արդյունավետ։ Ֆինանսական խնդիրների հաջող լուծում կունենաք, ինչպես նաև գույքային խնդիրների լուծման դժվարություններ կարող են առաջանալ ձեզ մոտ, բայց կգա զվարճանքի և անհոգ ժամանակ, երբ դուք կվայելեք ձեր աշխատանքի պտուղները։ Անձնական կյանքում սիրահարները շատ են ճանապարհորդելու, հաճախ կփոխեն տները կամ նույնիսկ բնակության երկրները։ Սիրո մեջ յուրաքանչյուր գործընկեր ձգտում է տալ և ոչ թե վերցնել իր համար։ Զույգը կարող է համատեղ բիզնես բացել, ստեղծագործական նախագիծ սկսել կամ աշխատանքի անցնել նույն ընկերությունում։ Սիրահարները ժամանակ կունենան ինչպես ռոմանտիկ ժամադրության, այնպես էլ ընկերների հետ շփման համար։ Աշխատանքի և ֆինանսների համար նոր բաներ սովորեք և երբեք մի բարելավեք, բավարարվեք եղած ձեռքբերումներով։ Իզուր չէ, ձեր շրջապատողները ձեզ կտեսնեն ինչպես իդեալական մասնագետ։ Հնարավոր է ունենաք ֆինանսական խնդիրներ, որոնք հետագայում կլուծվեն հեշտությամբ և առանց խնդրի։ Երբեմն կարիերան դանդաղում է, աճը դանդաղում է։ Այս ժամանակահատվածներում անհրաժեշտ է վերականգնել ուժը։ Դժվար իրավիճակում կկարողանաք ճիշտ որոշում կայացնել, եթե զգում եք գործընկերների աջակցությունը։ Նման մարդիկ հաճախ հաջողակ են փոքր բիզնեսում, բայց հազվադեպ են իրենց կյանքը նվիրում դրան, այնպես որ առաջ։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին։ Ինչ են ուզում ասել ձեզ հրեշտակները դեկտեմբեր ամսվա համար։ Սովորությունը արդեն դարձել։ Առաջին ամորի հրեշտակը ձեզ անհանգստացնում են ձեր կյանքում հնարավոր փոփոխությունները, դրա համար չպետք է անտեսեք ձեր ներքին մղումները։ Միքայել հրեշտակապետը ձեզ հետ կլինի մինչև վերջ և հոգ կտանի, որ ձեր բոլոր կարիքները բավարարվեն։ Խորհուրդ. ուղղեք կամ մի ընդունեք բարդ իրավիճակը, մի գնացեք զիջումների, սովորեք պայքարել ձեր վախերի դեմ։ Ցանկացած իրավիճակում պետք է ունենաք մաքուր մտքեր։ Աղոթք. ես խնդրում եմ աջակցություն, որպեսզի ճիշտը ընդունեմ իմ
ճիշտը ընդունեմ, իմ զգացմունքները, իմ էմոցիաները, եւ ես խնդրում եմ օգնություն, որպեսզի դառնամ ողորմած եւ անկեղծ ինքս ինձ եւ ուրիշների հետ։ Շնորհակալ եմ, Միքայել հրեշտակապետ, դու ինձ տալիս ես այս ուժն ու քաջությունը։ Այս ամիս հավատացեք հրեշտակներին, ովքեր աջակցում են ձեզ դժվար պահերին, լսեք ներքին ձայնը, որը զգուշացնում է ստի եւ գաղտնիության դեմ։ Կյանքի ցանկացած իրավիճակում ընտրեք ուղիղ եւ ազնիվ ճանապարհ։ Մի փորձեք խուսափել պատժից եւ այդ դեպքում կպարգևատրվեք հոգեկան հանգստությամբ։ Եթե ինչ-որ մեկը փորձել է օգտվել ձեր բարիությունից, մի հուսահատվեք, դիեզերքը նրան անպայման կպարգևատրի այն, ինչին որ նա արժանի է։ Մի փորձեք վրեժխնդիր լինել, դուք ինքներդ վստահեք այդ մտահոգությունները բարձր ուժերին եւ այդ դեպքում արդարությունը կհաղթի։ Եղեք համբերատար եւ անվախ, եւ այդ ժամանակ ձեր թշնամիները կպարտվեն եւ դժվարությունները կհեռանան։ Եթե նախկինում խնդիրներ են առաջացել, ապա մոտ ապագայում դրանք անպայման լուծում կստանան։ Սա հատկապես վերաբերվում է այն իրավիճակներին, երբ անձին զրպարտել են կամ անարդարացիորեն մեղադրել։ Կբացահայտվի մեծ գաղտնիք, որից հետո կգա թեթևացում, պարզություն եւ կհայտնվի վստահություն հարաբերություններում։ Կլուծվեն դատական կամ իրավական խնդիրների հետ կապված հարցերը։ Եթե նախկինում խաբված եք եղել, շուտով կկարողանաք ազատվել այդ կապանքներից եւ պարզել ճշմարտությունը։ Հաջողություն կունենաք գույքի բաժանման հետ կապված հարցերում եւ ֆինանսական հարցերում։ Եվ այն բոլոր հարցերում, որոնք պահանջում են ճշգրտություն, կհասնեք արդարության։ Անձնական կյանք ամուսինները միշտ ուղղակիորեն կասեն այն, ինչ իրենց դուր չի գալիս, կամ ինչն է վիրավորում նրանց, սա կապն ավելի ամուր կդարձնի։ Նախանձ մարդկանց արարքները չեն ազդի սիրահարների զգացմունքների եւ հարաբերությունների վրա։ Նրանք հավատում են իրենց զգացմունքներին, հարաբերությունները թաքնված չեն ուրիշներից եւ կհանգեցնեն օրինական ամուսնության։ Աշխատանք։ Լիարժեք հաջողություն կունենաք ֆինանսական կամ նյութական պատասխանատվության հետ կապված հարցերում։ Գլուխ կհանեք աշխատանքից, որը պահանջում է ջանասիրություն եւ պատասխանատվություն։ Ղեկավարությունը կվստահի ձեզ բարդ գործեր։ Պատրաստակամորեն կնպաստի ձեզ եւ կբարձրացնի ձեր աշխատավարձը։ Մեծ հաջողություններ են հնարավոր նաեւ իրավունքի եւ կրթության հետ կապված մասնագիտություններում։ Խնայող եք, կարող եք անհապաղ մարել պարտքերը եւ հաջողությամբ խուսափել խաբեբաների թակարդներից։ Գիտական աշխատանքներն ու հայտնագործությունները ճանաչում կստանան եւ հատկապես կգնահատվեն ուսանողների եւ հետազոտողների այլ սերունդների կողմից։ Այսքանը սիրելիներս։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։ Գնայինք ձկներին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ ձկներին իրենց հրեշտակները դեկտեմբեր ամսվա համար։ Այս քարտը ձեր իրավիճակը գնում է դեպի բարենպաստ լուծման։ Դրական մտքերը կօգնեն ձեր ցանկություններն ավելի արագ իրականանալ։ Աստված եւ հրեշտակները կօգնեն ձեզ, վստահեք այն մարդուն, ում մասին այս պահին մտածում եք։ Հավատացեք ձեր ուժերին։ Այսօր քնելուց առաջ ասեք. հրեշտակապետ Միքայել, խնդրում եմ այցելիր իմ երազներում եւ ազատիր ինձ իմ վախերից։ Տուր ինձ հավատ իմ ուժերի նկատմամբ եւ վստահություն ապագայի հանդեպ։ Այս ամիս լսեք ձեր կանխազգացումներին, երբեք մի անտեսեք ձեր ներքին ձայնը, եթե այն ձեզ կոչի անում զգուշանալ որոշակի մարդկանցից։ Հանգիստ վարվեք եւ աշխատեք չընկնել հուսահատության մեջ։ Նույնիսկ երբ թվում է, թե հրեշտակները ձեզ թողել են առանց աջակցության, հավատացեք բարձր ուժերին։ Սիրո մեջ զոհաբերություն ցուցաբերեք, քանի որ բարի գործերը անպայման կպարգևատրվեն։ Ձեր կյանքում հետևեք պարզ կանոններին, օգնեք աղքատներին, դիմադրեք գայթակղություններին, անկեղծ խոսեք ձեր սիրելիների հետ։ Վստահություն ցուցաբերելիս մի կորցրեք հայեցողությունը։ Ընտրեք մարդկանց, ում հետ կարող եք ազատ զգալ եւ պահել ձեր գաղտնիքները։ Կարող են առաջանալ իրավիճակներ, երբ կկորցնեք ձեր կողմնորոշումը եւ
ձեզ կորած կզգաք։ Այս պահին դուք չպետք է տրվեք վախին, հրեշտակները կգան ձեզ օգնության և ձեզ խորաթափանցություն և իմաստություն կտան։ Հարաբերությունները կարող են փորձության ենթարկվել, կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան մոլորեցնել ձեզ։ Այս պահին ավելի լավ է վստահել հին ընկերներին։ Հնարավոր է նաև գայթակղություն կունենաք խաբել ձեր կողակցին։ Այս գայթակղությունից պետք է խուսափել։ Երբ բախվեք այլ մարդկանց ստերի հետ, մի կորցրեք հավատը բարության հանդեպ։ Տիեզերքը շուտով ձեզ օգնություն կուղարկի։ Ոմանք կարող են ամուսնանալ, նաև երեխա ունենալ։ Աշխատանք և ֆինանս։ Այնքան վստահելի կլինեք, որ ձեզ կվստահեն գաղտնի տեղեկություններ, պատասխանատու ֆինանսական առաջադրանքներ կամ պայմանագրեր կնքել։ Այս քարտի հետ կապված անձի աշխատանքը կարող է ներառել նաև գործընկերների հետ սերտ համագործակցություն։ Հարստությունն աճում է դանդաղ, բայց հաստատ։ Քանի որ դուք աշխատում եք, հավատալով ձեր սեփական ուժերին, կարիերան արագ կզարգանա, քանի որ շրջապատողները կվստահեն ձեզ և պատրաստակամորեն կենթարկվեն ձեր հրահանգներին։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում և առհասարակ բոլորի հրեշտակները թող պաշտպանեն իրենց այս ամսվա ընթացքում։ Լավ եղեք։